Մեր ժամանակների ամենաընթերցվող հեղինակներից մեկը Տավուշեցի գրող Աշոտ Աղաբաբյանը հանդիպել է Իջևանի իր ընթերցողների հետ։ Իրական դպրոցում հեղինակի գրքերը վաղուց դարձել են ուսանողների ամենօրյա ընթերցանության մասը։ Գրադարաններում եւ ուսանողների սեղաններին հաճախ կարելի է տեսնել «Ռեզիդենտը», «Մենակը», «Թակարդը», «Գաղտնիքների տիրակալը» վեպերը, որոնք երիտասարդները կարդում են եւ որպես գեղարվեստական ստեղծագործություններ եւ պատմական ու փաստագրական բացահայտումների համար։ Ժամանակին մի քանի տարի առաջ չգիտեի, որ իրական դպրոցի ծրագրերի մեջ պարտադիր գրականությունը իմ վեպերը եւ բավականին շատ ժամեր են տրամադրված ու երբ ներկայացրին, որ ամբողջ դպրոցը իմ վեպերն է կարդում ու խնդրում են, որ անպայման հանդիպում կայանա, վերջը համաձայնեցի ու այդ բարեկամությունը ներդեցումը տեղի ունեցավ տարիներ առաջ իրական դպրոցի հետ, երբ որ ասում են, որ մեզ նոր սերունդը չի կարդում, ես հակառակ կարծիքի եմ, ինչպես Երևանում, այդպես էլ մարզերում, թեմաներս գուցեև ծանր են, բարդ են, պիտի որ միջին տարիք եւ բարձր տարիք լինի, բայց ամեն անգամ երիտասարդության թիվը ավելին է լինում, քան միջին տարիքինը։ Իսկ իմ նպատակը ժողովրդին հասցնելն է իր պատմությունը, որը թաքցվել է ժամանակին ու այժմ փորձում ենք մեր պատմությունը վերադարձնել մեր ժողովրդին։ Հանդիպումն անցավ անմիջական ու ջերմ մթնոլորտում, ուսանողները հնարավորություն ունեցան անձամբ հարցեր ուղղել հեղինակին, հետաքրքրվելով նրա ստեղծագործական ճանապարհով, վեպերի հերոսների իրական նախատիպերով, ինչպես նաև այն գաղտնի պատմություններով, որոնք հաճախ դառնում են Աղաբաբյանի ստեղծագործությունների հիմքը։ Գրողը խոսեց նաև իր ամենահայտնի գործերի ստեղծման պատմության մասին, նշելով, որ ընթերցողի վստահությունն ու հետաքրքրությունը իր համար ամենամեծ գնահատականն են։ Վերջին տարիներին նրա գրքերը բազմիցս վերահրատարակվել են եւ մեծ պահանջարկ ունեն հայ ընթերցողների շրջանում։ Շատ կարևորում ենք իրական դպրոցում ի թիվս այլ ոլորտների եւ առարկաների նաեւ գրականությունը եւ ընթերցանությունը եւ այսօր իրական դպրոցում ունենք հանդիպում ժամանակակից ամենաընթերցվող հեղինակներից Աշոտ Աղաբաբյանի հետ։ Նշեմ, որ իրական դպրոցում ընթերցանությունը իբրև առարկա դասավանդվում է եւ երեխաները օրական 2 ժամ ընթերցանությամբ են զբաղվում եւ Աշոտ Աղաբաբյանի գրքերից եւս կարդում ենք հեղինակի 2-3 գրքերը պարտադիր ընթերցանության ցանկում են, եթե հասցնում են երեխաները նաեւ մինչեւ 5-6 գիրք կարդում են, այնպես որ Աշոտ Աղաբաբյանի հետ հանդիպումը երեխաներին եւս կխանդավառեցնի եւ ընթերցանությունը կսարքի ավելի ոգևորիչ իրենց համար, երբ որ տեսնում են իրենց ընթերցված հեղինակին անձամբ եւ կարողանում են իրենց հարցերը գրքերից ուղղել հենց անձամբ հեղինակին։ Երիտասարդ ընթերցողների հետ հանդիպմանը մեծ հետաքրքրություն առաջացրեց նմանակը վեպի քննարկումը, որը հետախուզության համաշխարհային պատմության մեջ նմանը չունեցող բացառիկ օպերացիայի մասին է եւ պատմում է Իջևանի Աչաջուր գյուղից հայ հետախույզի Սմբատ Խոջոյանի մասին, ով 3 տարի Թուրքիայում փոխարինել է խորհրդարանի թուրք падգամավորի։ Քննարկման ընթացքում անդրադարձ եղավ նաև Աշոտ Աղաբաբյանի նոր «Կարդինալը» գրքին, որը վերջերս է լույս տեսել եւ արդեն հասցրել է մեծ հետաքրքրություն առաջացնել ընթերցողների շրջանում։ Հեղինակի խոսքով գիրքը լայն արձագանք է ստացել Հայաստանում, այն հետաքրքրել է անգամ Հռոմի Պապին։ Որքան է զարմանալի է, առաջ անգամ եմ ասում, հիմա ինձ հաղորդեցին, որ կարդինալը այս պահին Հռոմի Պապի սեղանին է, նվիրել են իրեն։ Կարծում եմ, որ երկար տարիներ, տասնամյակներ Սովետ Միության հատուկ ծրագրերի պատճառով մեր ժողովրդից թաքցվել է մեծ հայը, կարդինալ Գրիգոր Պետրոս 15-րդ Աղաջանյանը, որ որպես անհատ մարդ ամենամեծ գործողությունները հայության, սփյուռքահայության համար կատարած անհատն է, որը լինելով, չընդունելով կոմունիզմը, կոմունիստական ռեժիմը, արգելված մարդ է եղել սովետական միության ժողովրդի համար ու այսօր ես վերադասում եմ արժանավոր զավակին իր ժողովրդին ու շատ ուրախ եմ, որ ընդամենը 4-5 օրվա ընթացքում եւ որ արդեն գրախանութներ մտա,
շատ մեծ տպականակ է գիրքը եւ արդեն 1/4-ը սպառվել է։ Ժամանակակից գրականությունը շարունակում է մեծ հետաքրքրություն վայելել երիտասարդների շրջանում, իսկ հեղինակ ընթերցող անմիջական շփումը կարևոր հնարավորություն է ոչ միայն գրքերը բացահայտելու, այլև ընթերցանության հանդեպ հետաքրքրությունը խորացնելու համար։